Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր շարունակելու ենք մեր նախորդ թեման եւ իմ քարոզի վերնագիրն է Տերը իմ հովիվն է, երկրորդ մաս։ Մենք այսօր կշարունակենք ուսումնասիրել 23-րդ Սաղմոսը, որ հիշում եք անցած անգամ ասեցին ամենը 6 խոսք ունի, բայց այդ 6 խոսքի մեջ այնքան ինֆորմացիա պարունակում, որ եթե մենք խորանանք ամեն մի խոսքի վրա կարելի է, չգիտեմ, շատ երկար խոսել, որովհետև իրոք շատ ծավալուն է եւ բովանդակալից։ Եվ ինչքան շատ ուսումնասիրենք մենք Աստծո խոսքը, այնքան ավելի շատ պատկերացում կկազմենք, թե ինչպիսին պետք է լինի ճշմարիտ հովիվը։ Բայց առանց Եզեկիել 34 գլխի մեր դրական հովվի մասին պատկերացում կազմելը ես կարծում եմ, որ կլինի թերի։ Եզեկիել 34-րդ գլխում ուրեմն գրված է ճիշտ հակառակը, որը խոսում է հովիվների դեմ եւ շատ խիստ է խոսում եւ հետաքրքիրն է նա, որ այսի չի խոսում մարդը մարդի դեմ, սա խոսում է Աստված մարդի դեմ եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ ունեն հովվական ծառայություն, ովքեր որ առաջնորդ են, այս հովվական ծառայություն մենակ մի պատկերացրեք եկեղեցու հովիվ, տասնյակի առաջնորդից սկսած մինչև հովիվ բոլորը իրանք հանդիսանում են առաջնորդ եւ սա վերաբերվում է ամեն մի առաջնորդի, ով ունի անդամներ եւ ով որ հոգատանում այդ անդամների համար։ Եւ երբ որ ուսումնասիրենք, մենք կտեսնենք, թե ինչ է Աստված ուզում եւ նաեւ ինչպիսի պատիժ կամ ինչպիսի Աստծո բարկություն կգա բոլոր այն մարդկանց վրա, ովքեր որ չեն համապատասխանում իրենց ծառայությանը։ Նախորդ անգամ մի կարճ անդրադառնամ, ու չեմ անդրադառնա ընդհանրապես ուղղակի որ արձագանքներ եղան, դրա համար մի փոքր կանդրադառնամ, հիշում եք այն յուղերի հետ կապված, որ ասում էի, այնտեղ իհարկե մարդկար զանգել էր, ասում էր, ընձի 0W20 յուղա պետք է դի մեքենայի շարժիչի մեջ լցնելու յուղա կատակ էին անում, բայց եթե այս նույն տեմպով շարունակվի, որ արդեն եթե բիզնես է, եթե արդեն օծանելիքը կա, կարծում եմ հաջորդ քայլը կարող է լինի նաև այդ, որ արդեն ասեն հոգևոր մարդիկ պետք է սուրբ յուղ լցնեն իրանց սուրբ շարժիչների մեջ, որ այդ շարժիչները երկար աշխատեն, չի բացառվում, որ նաև արդեն հերթ հասնի սրան, կամ այնտեղ մեկը կար զանգել էր, ասում էր, բանը Մովսեսի յուղ կա, Մովսեսի յուղ եմ ուզում առնեմ, ասի ինչ հա որոշել ես ծովը ճեղքես, փչես վրա, դեթաս ծովը ճեղքելու, որտեվ այդպիսի յուղ էլ կա, խոսքը գնաց նաև բանը սիրո յուղի մասին, որ ասում է, երբ որ փչում ես էդի քո վրա, կամ օծանելիքը, ասում է, ակտիվացնում ես ագապե սերը։ Այսինքն պատկերացրեք, բանը մեկը կռված է, մոտիկ անում ես նենց հետևից կամած, որ ինքը չտեսնի, բայց նենց կամած նենց փչում ես այդ դուխին իրա վրա, մեկը տեսնում ես նենց սիրով լցվավ ու սկսեց սիրել բոլորին։ Իհարկե սա ընդհանրապես ճշմարտության հետ ոչ մի աղերս չունի, սա խաբեություն է, եթե նմանատիպ յուղ լիներ, կարելի էր մեր ամբողջ հայ ազգին օծել այդ յուղով, որովհետև այսօր որ ինչ մեր իրականության մեջ տեսնում ենք, որ բոլորը ատում են բոլորին։ Եվ այս փոքր ազգի մեջ այսքան մեծ ատելություն ես չեմ կարծում, որ սա լավ բանի կբերի, որովհետև պետք է որ մեկը մյուսին սիրենք եւ ոչ թե մեկը մյուսին ատենք, ինչա արանքում կա ինչ որ մի հատ պաշտոն կամ ինչ որ մի չնչին անգամ շահ։ Սա իհարկե խաբեություն է, այս ինչի մասին ենք խոսում, ոչ թե սա գովազդ ենք անում ինչ որ բացասական բաների, բայց ուզում ենք որ մեր եկեղեցին տեղեկացված լինի, որ եթե նմանատիպ բաների արժև կկանգնի, ինքը ոչ թե ձերքերը պարզի ուռա գոռալով վազի առաջ, այլ ինքը հասկանա, ինքը ունենա գիտություն, որ սա խաբեություն է եւ սրան հետեւել ընդհանրապես պետք չի։ Ես հիշում եմ մի հատ հովիվ տարիներ առաջ, երբ որ եկավ մեր եկեղեցից, դե խոսում էր ինքը ասես մի քիչ շախով շուխով հովիվ էր էլի։ Ման ասում էր ինչ խոսում էր, ասում էր ամեն, ու ասես մեր եկեղեցում ասես սուս նստած էին էլի, ու հետո ջո բարկացավ անգամ ինքը, յանի ես ուր եմ եկել, ինչ ասում եմ ամեն չեք ասում, բայց իհարկե սա չի գալիս, որ մենք Տիրոջը չենք սիրում, սա գալիս է նրանից, որ մարդը մինչև ամեն ասել է, որտեվ ամեն նշանակում է այո, հաստատում եմ, այո, ընդունում եմ։ Մինչև ամեն ասել է, ես ուզում եմ հասկանամ, տեսնեմ, քո ասածի մեջ կա ճշմարտություն, տրամաբանություն, թե չէ, եթե չէ, դու ինչ ասես, ես ասեմ ամեն, ես կնշանակի, որ ես չունեմ ոչ խելք, ոչ գիտակցություն։ Ուղղակի նստել եմ, որ դու ինչ ասես, ես ասեմ ամեն։ Մենակ հովիվը չէ, որ պետք է ունենա իմաստություն, հոտն էլ պետք է ունենա իմաստություն, չէ, որտեվ Աստծո խոսքն էլ ասում է ամեն բան քննեցեք, բարին ամուր բռնեք։ Այդտենց արագ ես չեմ կարողանում քննեմ, ես ուզում եմ քո ասածները լեմա
դնեմ կշերքի նժարին ու հասկանամ, թե ինչ ես ասում դու ինձ։ Լավ, եկեք կարդանք Եզեկիել 34:1-11 խոսքերը, տեսեք ինչ սարսափելի խոսքեր ա, որ գրված է այն մարդկանց համար, ովքեր որ Տիրոջ հոտը առաջնորդում են սխալ ճանապարհով։ Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. «Մարդի որդի, մարգարեացիր Իսրայելի հովիվների մասին, մարգարեացիր եւ ասիր նրանց այդ հովիվներին. այսպես է ասում Տեր Եհովան. վայ Իսրայելի հովիվներին, որոնք իրենց են արածեցնում, հովիվները չէ որ պիտի արածեցնեն հոտը, կաթը ուտում եք եւ բուրդը հագնում եք եւ պարարտին մորթում եք, իսկ հոտը չեք արածեցնում։ Տկարին չուժովացրիք եւ հիվանդին չբժշկեցիք, եւ դուք կոտրածին չկապեցիք եւ մոլորվածին ետ չբերեցիք եւ կորածին չորոնեցիք, այլ խստությամբ տիրեցիք նրանց վրա եւ բռնությամբ, եւ նրանք ցրիվ եկան հովիվ չլինելու պատճառով եւ կերակուր եղան դաշտի բոլոր գազաններին եւ ցիրուցան եղան։ Մոլորվում են իմ ոչխարները ամեն սարերի վրա եւ ամեն բարձր բլուժների վրա եւ երկրի բոլոր երեսի վրա ցվրվել են իմ ոչխարները եւ որոնող չկա ու հարցնող էլ չկա։ Դրա համար, ով հովիվներ, լսեցեք Տիրոջ խոսքը։ Կենթանի եմ ես, ասում է Տեր Եհովան, որովհետև իմ հոտը հափշտակվեցավ եւ իմ հոտը հովիվ չլինելու համար դաշտի բոլոր գազաններին կերակուր եղավ եւ իմ հովիվները չորոնեցին իմ ոչխարներին եւ հովիվները իրենց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում։ Դրա համար, ով հովիվներ, լսեք Տիրոջ խոսքը։ Եվ ինչ ասում Տերը։ Այսպես է ասում Տեր Եհովան. ահա ես հովիվների դեմ եմ եւ իմ ոչխարներին պիտի պահանջեմ նրանց ձեռքից եւ նրանց պիտի դադարեցնեմ ոչխար արածեցնելուց եւ հովիվները այլևս պիտի չարածեցնեն նրանց եւ պիտի ազատեմ իմ ոչխարներին նրանց բերանից, որ նրանց համար ուտելիք չլինեն։ Սարսափելի խոսքեր, հա։ Դու պատկերացրեք, էսի ասում է Տերը, էսի չի ասում ինչ որ մի հոգի, սա ասում է Տերը եւ այս խոսքի մեջ կա եւ խստություն եւ բարկություն։ Եվ պատկերացնում եք, ասենք, որ Տերը եկավ, Տերը դու գիտեք, որ կատակ չի անում, Տերը եկավ, Տերը հենց բառացի պահանջելու է բոլոր այն մարդկանց ձեռքից, ովքեր որ ցիրուցան արեցին իր հոտը եւ ինչ ասեմ, սպառեցին, կերան, ասում ես, իրանց բերանից պետք է փրկեմ իմ հոտին, որովհետեւ կարծես թե վայելելու համար են եւ ոչ թե ծառայելու։ Հիմա եկեք նայենք այս ամենը մեր իրականության մեջ եւ որտեւ այսօր ամեն մի քրիստոնյա, որ նայում ես մի հատ նոր անունով, մի հատ նոր եկեղեցի է բացում, մի հատ, չգիտեմ, էլի, ինչքան հնչեղ լինի անունը, մտածում է, որ այնքան զորավոր է լինելու եկեղեցին, եւ ինչքան մարդիկ կան, ովքեր որ իշխանության ծարավ են, եւ հանգարց առիթ չեն ունենում այդ իշխանությունը բանեցնելու ինչ որ մեկի վրա, արագ մի հատ հաջորդ օրը եկեղեցի են բացում, մի հատ անուն են դնում, իրանք իրանց հրճակում են հովիվ, բայց գիտեք, որ նա ցավալին, որ անգամ եղել են մարդիկ, որ ես նայել եմ ու ասել եմ, այս մարդու հետևից հաստատ ոչ մեկ չի գնա։ Բայց հետո հաջորդ օրը տեսնում ես, իր խելքին ճարել է, էլի մարդիկ, որ հետևում են իրան, ու զարմանում ես, ասում ես, լավ, միթե այս մարդիկ այդքան կույր են, որ չեն կարողանում տեսնել լույսը խավարից եւ չեն կարողանում բաժանել չարը բարուց։ Բայց եկեք տեսեք, որ ասում է նմանը նմանին գտնում է եւ ամեն մի չակերտավոր հովի հետևից է լինում է հետևորդ։ Իրական հովիվը չի վազում ծառայությանը։ Այսպես հիմա կարող եմ մտածեք, ասեք ոնց, հիմա կասեմ ոնց։ Չի տենչում պաշտոնին մոլագարի պես, քանի որ իրական հովիվը հասկանում է, որ ծառայությունը ավելի շատ տալ է, քան վերցնել։ Ես իրական ծառայության մասին եմ խոսում։ Զոհաբերվել է, քան վայելել, կորցնել է թե անձնականը, թե ընտանեկանը, թե ազատությունը, եւ դրա փոխարեն չես գտնում ոչ մի բան։ Դու կորցնում ես, դու ամեն բան դառնում է քո համար ավելի ասենց սեղմված, այն ինչ որ ուրիշին կարելի է, քեզ չի կարելի։ Եվ իրական հովիվը, իրական ծառայողը սա պետք է հասկանա, որ սա շատ դժվար եւ մեծ լուծ եւ պատասխանատվություն է եւ ինչ ասեմ, որովհետեւ դու պատասխան պետք է տաս ամեն մի հոգու համար, որտեղ վաղը Տերը քեզանից այդ ամեն մեկի հոգու համար, ինչպես որ ես կարդացի Եզեկիել 34-րդ գլխում, հաշիվ ուզելու եւ երկրի վրա դու չես ունենալու ոչ մի օգուտ։ Այս հովի կամ այն ծառայողներին բաժինն է, որ իրանք պետք է տաս, պետք է սպառվես անգամ, բայց տեղը չպետք է վայելես, որովհետեւ դու չես եկել վայելելու, դու եկել ես ծառայելու եւ քո անձը տալու, որտեվ
Երբ որ մենք խոսում ենք բարի հովվի մասին, Հիսուսի մասին, ինքը եկավ, վայելեց, թե տվեց, վերցրեց, թե տվեց, ինքը եկավ տվեց, ինքն իր կյանքն էլ տվեց, որովհետև Հիսուսը ինքը իրական բարի հովիվն էր։ Դու լինելու ես բոլորի ուշադրության, բոլորի բամփասանքի, չարախոսության, բողոքի, դժգոհության միակ թեկնածուն։ Իսկ ծառայողները պետքա կարողանան հասկանան։ Դու չես ունենալու անձնական կյանք, որովհետև դու պատկանում ես հանրությանը։ Եվ ովքեր լավ, երբ որ մի լավ բան անես, ճակատդ չեն պաչելու, չեն համբուրելու ճակատդ, բայց սխալի կամ պակասի դեպքում քարկոծելու են հենց քեզ։ Մի հատ տարեց մարդ կար, ինքն ինձ միշտ ասում էր Հայկ ջան, ասում էր ժողովրդի հետ աշխատելն էդի ամենադժվար բանն է, իշի ձեռիդ մեջ ծվածեղել անես, կերցնես, կուտի ու մեկա շնորհակալություն չի հայտնի։ Հովիվը պետք է կարողանա նաև այս գիտակցություն ունենա։ Դա է իրական հովվի ճակատագիրը։ Բայց եթե գալիս ես գառան միս ուտելու ախորժակով, այս արդեն լրիվ ուրիշ բան է, որ հա, գառան միս ուտելու ախորժակով, եթե սիրում ես գառան միս, կարող է եւ ունենաս ժամանակավոր ինչ-որ իդեալական պայմաններ, բայց հիշի վերջը տա լինելու ահավոր, քանի որ սարսափելի անկնել կենթանի Աստծո ձեռքը, այսպես ասում Աստվածաշունչը։ Եբրայեցիների 10:30 խոսքերն ասում է, որովհետև գիտեք նրան, որ ասեց. «Իմն է վրեժ խնդրությունը, ես հատուցում կտամ», ասում է Տերը, եւ դարձյալ թե Տերը կդատի իր ժողովրդին։ Սարսափելի բան է կենթանի Աստծո ձեռքը ընկնելը։ Վրեժխնդրությունը ումն է, Աստծունն է, եւ Աստված ասում է, այսինքն դու պատկերացնում ես, երբ որ դու ընկնես Աստծո ձեռքը եւ այդ Աստված բարգացած լինի քո վրա։ Ես ինքս միշտ քննադատական հայացքով եմ նայել եւ կարծում եմ մեզանից շատերն էլ Մովսեսին, երբ որ Մովսեսը վառվող մորենու առաջ կանգնած եւ Տերը նրան ուղարկում էր, ասում էր գնա Եգիպտոս եւ իմ Իսրայելի ժողովրդին դուրս անի Եգիպտոսի լծի տակից, իսկ Մովսեսը կարծես հակառակվում էր։ Կարծես ոնց որ ուզենար իր վրայից գցեր, չէ, ով եմ ես որ գնամ Տեր, ես գնամ ախր ինչ ասեմ, ասենց կոպիտ ասած ախր խի ես քան մարդ կար, ես քան մարդի մեջ խի մենակնձի տեսար, խի չէ իր կար ասենք ուրիշի ուղարկեիր, հասկանում ես ոնց որ լաց լներ, պատճառ բռներ, որ Տերն ասեր, լավ, որ չես ուզում, քեզի չեմ ուղարկի, սպասի ուրիշի կասեմ։ Այս պիտի ստեղից գնամ ասնեմ մինչև Եգիպտոս, ախր Ահարոնը ընդեղ է, միանգամից Ահարոնը թող բերի էլի։ Եղելա չասենք որ միտեղ պետք է գնաս զանգում ես ասում ես կարող է գաս հետդ մի բան կա բերես։ Մովսեսն էլ կարծես թե այսպես էր մտածում, բայց Տերն ասում էր չէ, դու պիտի գնաս ու դու պիտի բերես։ Ինչի համար։ Տերը Մովսեսին 40 տարի առաջ չասեց, այն ժամանակ երբ որ պիտի փախներ Եգիպտոսից, այդ ժամանակ չասեց դուրս բեր իմ Իսրայելի ժողովրդին, որովհետև շուտ էր։ Մովսեսը դեռ պետք է այդ փորձառությունը անցներ 40 տարվա հովվության, որովհետև այդ 40 տարիները Մովսեսի մեջ ձևավորեցին բնավորություն, ճանաչողություն եւ գիտակցություն։ Եվ Մովսեսը հասկացավ, որ հովվելը դա չափազանց դժվար գործ է եւ ամեն մեկի խելքի բանը չի։ Երբ հովիվը առաջնորդում է իրական ոչխարներին, այս շատ անգամ ավելի հեշտ է սիրելի Աստծո մարդ, քան երբ որ հովիվը առաջնորդում է, այսինքն հովիվը գործ ունենում մարդկանց հետ, որովհետեւ երբեմն կենթանիների հետ գործ ունենալը շատ անգամ ավելի հեշտ է, քան մարդկանց հետ գործ ունենալը։ Իսկ եթե այդ հոտի անդամները համել անհնազանդ են, ովքեր որ փախնում են աճ ու ձախ, հավատացեք այդ հովիվը ինչքան պետք է տանջվի ու ինչքան մեծ է հոտը, այնքան ավելի դժվար է այդ հովի ծառայությունը։ Ես հիշում եմ, երբ որ Սեթրակ եղբայրը մի ժամանակ ոչխար էր պահում, 2 հատ ոչխար ունեինք, այսի մամայիս նախաձեռնությունն էր, մամայիս կդեներն էին։ Ես այն ժամանակ երեխա էի, չգիտեմ ինչի համար էր այդ ոչխարներին ուզում պահել, 2 հատ կդե ունեինք, պոչավոր ոչխար էին։ Հետաքրքիրն է, եթե չեմ սխալվում, պոչավոր ոչխարներն ավելի չար են լինում, համով էլ չգիտեմ, ավելի չար են լինում, քան դմակավոր ոչխար։ Սրանք պոչավոր չար ոչխարներ էին։ Եղ չորս, բաց մեր գոմի տուրը փախնում էին այս կողմ, փախնում էին այն կողմ, չեր կարամ, ջղայն անում էր, ընկնում էր հետևից, քաշում բերում էր։ Վերջը հասավ այն օրը, երբ որ մամայիս կդեները պետքա մորթվեին։ Ես հիշում եմ այդ օրը, որ պապաս շատ գոհ էր։ Մաման չէ, բայց պապան շատ գոհ էր, որովհետև գիտեր։ Պրծավ, մաման գնացել էր դպրոց, մինչև եկավ արդեն պապան կդեների հարցերը լուծել էր, բայց արժան, հիշում եմ, խեղճ մարդին այնքան էին տանջում, ով ելներ, դրանց մի շաբաթ չէր պայի, բայց խեղճ մարդը ահագին տանջվեց այդ կդեների ձեռքը։ Պատկերացրեք, իհարկե էսի հիմա պատմում ենք հեշտ է, բայց ասենք խո եկեղեցու անդամին էլ չես կարող ասես այս ինձի շատ է տանջել, սպասի սրան մի հատ մորթեմ,
էսի ոնց չես կարա։ Եկեղեցու անդամի հետ պետք է դու շարունակես մինչև վերջ։ Եվ սա ասեմ իմանաք շատ դժվար գործ է։ Բայց Տերը Մովսեսին չուղարկեց, ինչի համար, որովհետև փորձառություն պետք է ունենար Մովսեսը։ Մովսեսը երբ որ գնաց Եգիպտոս, Մովսեսը արդեն սովորական հովիվ չէր, Մովսեսը փորձառու վարպետ հովիվ էր, որտեղ հովիվների մեջ էլ կան վարպետ հովիվներ եւ կան, ասենք, նոր սկսնակ հովիվներ, ոնց որ ես այն ժամանակ հիշում եք, որ անցած անգամ պատմեցի, որ իմ համար ուտեին սոված կմնային այդ լրիվ մեկ էր։ Եվ ուղարկեց, որովհետև Մովսեսը արդեն գիտեր ինչ է նշանակում անապատի միջով առաջնորդել ոչխարներին, իր հոտը, եւ ինչ է նշանակում, որ պատրաստ լինել բոլոր դժվարություններին եւ տիրապետել հովվական բոլոր նրբությունները այս դժվար գործում։ Աշխարհի ամենահեզ մարդը, ով Մովսեսն էր, Աստծո խոսքը ինչ ասում, հունից այնքան հանեցին, մինչև զրկվեց Քանանի երկիր մտնելու հնարավորությունից։ Աշխարհի ամենահեզ մարդուն այն օրը հասցրեցին, որ անգամ հարցականի տակ դրվեց Մովսեսի երկինք մտնելու հնարավորությունը։ Հիշում եք այն խոսքերը, որ ասեց Մովսեսը, Տեր ասեց իրանց կներեսներիր, եթե չէ իմ անունն է ջնջի կյանքի գրքից։ Եվ Աստված կատակ չէր անում, կարող Աստված վերցներ ու ջնջեր Մովսեսի խոսքի համաձայն։ Բայց տեսեք, որ անգամ հոտը հասցրեց այս աշխարհի ամենահեզ մարդուն այնպիսի վիճակի, որ մարդը զրկվեց թե Քանանից եւ նաեւ հարցականի տակ էր դրվել նրա երկինք մտնելու հնարավորությունը։ Եվ եկավ ժամանակը, որ Մովսեսը պետքա թողներ իր ծառայությունը, չէ, Աստծո հրամանով, եւ այստեղ կա մի հատ հետաքրքիր նրբություն, որ Մովսեսը ինքը Աստծո կամքին հնազանդվելով ինչ արեց, ընտրեց այն տեխնացուին, ով որ արժանի էր, որ պետք է շարունակեր իր գործը իրանից հետո, եւ նաեւ գրելա ձևով Հեսուս եւ Հիսուս բառերը շատ նման են իրար, եթե ոչ նույն ձևի, որ նաեւ Հիսուսը պետքա շարունակեր, այսինքն Հեսուն պետքա շարունակեր եւ Իսրայելի ժողովրդին պետքա մտցներ Քանան։ Եվ որ կարդում ենք Աստվածաշունչը, Մովսեսը ուներ 2 տղա։ Եվ Աստծո ընտրությունը չեղավ Մովսեսի 2 տղաներից եւ ոչ մեկի վրա։ Ես չգիտեմ Մովսեսի ցանկությունը որն էր, ինքը կուզենար իր տղաներին փոխանցեր թե Հեսուին, ով որ Աստված էր ընտրել, բայց ամենայն դեպս Մովսեսը արեց այն, ինչը որ պետք է աներ եւ ընտրեց արժանին եւ ոչ թե ընտրեց իր ժառանգին։ Լավ հովիվ անգամ այս հարցում պետք է լինի իմաստուն։ Անդրադառնանք հայաստանյան եկեղեցիների իրականությանը, եղե մի փոքր ես փորձեցի վերհիշել ու իմացած միգուցե եւ ես չգիտեմ բոլորը, որտեվ այդքան էլ մեծ շփում չունեմ մնացած եկեղեցիների հետ, բայց ումը որ ճանաչում էի, ոնց տեսնում եմ միշտ անցնում է հորից որդուն։ Եթե իրոք արժանի է անցնում է հորից որդուն, էսի Աստծո կամքն է, էսի ուրիշ բան, բայց եթե կա առավել պատրաստված մեկը, որ պետք է անցնի իրան, ես վստահ եմ, որ սա սխալ ընտրություն է, եւ որ հովիվը անպայման պետք է փոխանցի, չգիտեմ էլի, ոնց որ ժառանգություն փոխանցի, էսի արդեն բնականաբար սխալ է։ Եթե կա ավելի փորձառուն, ուրեմն անպայման Աստծո ընտրություն հավատացեք ավելի փորձառուի վրայա լինելու։ Դադարիր գործել մարդկային մտածելակերպով եւ անպայման առաջնորդվիր Տիրոջ եկեղեցու Աստծո շահերով առաջնորդվիր եւ ոչ թե քո անձնական։ Ինչի համար են այսօր գնում կռիվները։ Ինչի համար եմ այս ամենը պատմում, որտեվ եթե մենք ուրիշների սխալներից չսովորենք, մենք այդ սխալները ինքներս կկրկնենք։ Տեսնում եք հիմա ինչա կատարվում ամբողջ հեռուստատեսությունով կամ այս լուրերով, համացանցով, բոլորը կռվում են եւ ինչի համար է նրանց կռիվը, իշխանություն ունենալու համար, բոլորը գեներալ են ուզում լինել։ Մեր հայ ազգի մեջ կա, այլի սա դրա համար էլ այդքան գեներալ ենք տվել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Բոլորը գեներալ են ուզում լինել, ոչ մեկ շարքային չի ուզում լինել։ Բայց հավատացեք, եթե բանակում մենակ գեներալներ լինեն, այդ բանակը կպարտվի, որտեղ բոլորը հրաման տվող են, հրաման կատարող չկա։ Իսկ ուժեղ բանակում լինում են նաև շատ խելացի շարքայիններ, սերժանտներ, չէ, սպաներ, ովքեր որ կատարում են վերադասի հրամանը։ Առաքելական եկեղեցում ի սկզբանե չի եղել կուսակրոնություն, ինչպես որ հիմա այդ կուսակրոնության մասին խոսում են։ Մի փոքր որպես պատմական ուղղակի ինֆորմացիա տամ ձեզ։ Գրիգոր Լուսավորիչը, որ համարում են որպես առաջի կաթողիկոս, որը լույս բերեց մեր երկիր, ուրեմն իհարկե չենք մոռանում Թադևոս Բարթողմեոս առաքյալների, ես նկատում եմ Գրիգոր Լուսավորիչին որպես որ հալածանք գրեց եւ իրան համարում են որպես կաթողիկոս առաջին։ Գրիգոր Լուսավորիչի մասին պատմությունը ասում է, որ ինքը ուներ 2 տղա՝ Արիստակեսը եւ Վրթանեսը։
որոնք հաջորդաբար շարունակեցին հետո կաթողիկոսական գահը, բայց պատմությունը նաև նրանց մասին ասում է, որ կրթված մարդիկ էին, փորձառու մարդիկ էին եւ արժանի մարդիկ էին։ Շարունակեցին, շատ էլ լավ եղավ։ Եվ այսպես շարունակվեց մի ընթացք, բայց 4-ից 5-րդ դարերից սկսեց աստիճանաբար ձևավորվել կուսակրոնության գաղափարը, քանի որ կաթողիկոսի գահը սկսվեց փոխանցվել ոչ թե արժանին, այլ ժառանգին։ Եվ 6-ից 7-րդ դարերում արդեն դարձավ մեծ խնդիր եկեղեցու համար, եւ 10-ից 12-րդ դարերում արդեն ամրագրվեց օրենքով, որ կաթողիկոսը պետք է լինի կուսակրոն, եւ այդ բարձր եկեղեցիական այդ խավը պետք է լինի կուսակրոն։ Քանի որ ժառանգության եւ իշխանության փոխանցում էր տեղի ունենում եւ ոչ թե, այսինքն հաշվի էին առնում ոչ թե տիրոջ շահը, այլ հաշվի էին առնում իրենց անձնական շահը։ Ինչի համար, որովհետև կաթողիկոսը ուներ հողեր, ուներ վանքեր, ունեցվածք, ազդեցություն, հարկեր, քաղաքական ազդեցություն, եւ այս ամեն ինչը փոխացվում էր հորից որդուն։ Հետաքրքիր է, որ Աստվածաշունչը, երբ որ խոսում է հեղի քահանայի մասին, չէ, քահանայապետի մասին, ով էր հեղին, եւ հեղից հետո պետքա քահանայապետ դառնար իր որդիները, ճիշտ է, բայց Աստված ընտրեց իր որդիներին, թե իր որդիներն էլ մեռան, ինքն էլ մեռավ։ Ինչի համար, որովհետև իր որդիները արժանի չէին եւ հայրն էլ արժանի հայր չէր, որ խրատեր իր որդիներին այնպես, ինչպես որ Աստված հանդիմանեց նրան Սամուել մանուկի միջոցով։ Եվ հետաքրքիր է, որ քահանայական ծառայությունը անցավ ումից, հեղից անցավ Սամուելին, եւ Սամուելը ինքն էր այն առաջնորդը, ով որ առաջնորդեց այս ծառայությունը, որտեղ դրանից հետո մենք տեսնում ենք, չէ, Սամուելն էր զոհաբերություններն անում, Սամուելը օծեց Սավուղին որպես թագավոր, այսինքն մենք տեսնում ենք, բայց Սամուելի որդին էլ չշարունակեց, որտեղ Սամուելի որդին էլ չեղավ արժանի եւ շարունակեց մեկ ուրիշը։ Իսկ եթե դու չունենայիր ամուսնական կյանք, նախ չէիր ձգտի գահին, այսպես էին մտածում մեր առաքելական նախնիները, ինչի համար, որովհետեւ չամուսնանալ նախ էդի հեշտ բան չի, դժվար բան է։ Ինչքան էլ մենք բողոքենք մեր կանանցից, բայց առանց կանացել չենք կարողանում, չէ՞, սիրելի եղբայրներ, դժվար է։ Չէիր ունենա ժառանգ ու չէր առաջանա նաև փոխանցելու ոչ պաշտոն, ոչ իշխանություն, ոչ էլ հարստություն։ Այսինքն, եթե ես գիտեի, որ մեկ ոչ մեկ էլ չունե, որ ինչ փոխանցեմ, երբ մեռա, այդ ժամանակ արդեն դու դադարում ես մտածել քո մասին, սկսում ես մտածել ավելի շատ Տիրոջ գործի մասին։ Այսպես էին առաջնորդվում մեր նախնիները, ովքեր որ իրոք իրանց մեջ կար Աստված պաշտոն, այսինքն նրանք տեսան այն խնդիրը, որը սկսեց առաջանալ։ Սա էլ վերեց մի հատ ուրիշ ծայրահեղության։ Հիմա կասեք, որ այո, նպատակը լավն էր, բայց չգիտեմ, եթե մարդիկ կան, ովքեր որ տեսել են Սատանայի փաստաբանը ֆիլմը, ինքը իր մեջ կա իմաստություն սովորելու, եթե մենք ուզենանք ինչ-որ մի իմաստություն վերցնենք այդ ֆիլմից, որ ցույց է տալիս, որ մեկը սենց էլ անես Սատանան է հաղթում, նենց էլ անես մեկը Սատանան է հաղթում։ Ոնց ուզում ես արա, մեկը ինքն է հաղթում։ Եվ Սատանան այս տակտիկան կիրառեց հենց այստեղ։ Մցրեց կուսակրոնությունը, դե հիմա էլ ասենք մարդիկ չեն կարողանում առանց կնոջ։ Հիմա էլ տեսնում ենք, որ ընտրել են կուսակրոնությունը, բայց անում են ինչ ասես։ Եվ բացահայտվելու դեպքում խայտառակվում են։ Իհարկե, այսպիսի մի բան ասեմ, էլի, Աստված մեզ չի պատվիրել, որ առաջնորդը պետք է լինի կուսակրոն։ Էսի միշտ հիշեք։ Սա Աստծո պատվերը չի, սա մարդու որոշումն է։ Ուրեմն, սիրելի քրիստոնյաներ, ովքեր որ առաջնորդվում են այս գաղափարով կուսակրոնության, կամ այդ բեռը հանեք ձեր վզից, որ ինչ-որ մեկը ձեզ չկարողանա մեղադրի, ասի ինչի համար ունես ընտանիք։ Լավ, Աստված ասեց աճեցեք, շատացեք ու լցրեք երկիրը։ Ես Աստծո խոսքն եմ կատարում։ Աստված չի պատվիրել, որ ես անպայման պետք է լինեմ կուսակրոն։ Բայց եթե դու առաջնորդվում ես այս սկզբունքով, ուրեմն համել մի մտածի, որ եկեղեցին քո սեփականությունն է ու էսի բանն է, էլի, դու կարաս վարվես, տնօրինես, վերջում էլ ժառանգես ում ասես, որովհետև դու ունդեղ իշխան ես տրված, մնացածն էլ քո ճորտերն ու ստրուկներն են։ Էսի էսպես չի, որտեվ կամ այն ծայրահեղության մեջ Սատանան քեզ կգցի, կամ մյուս ծայրահեղության մեջ քեզ կգցի։ Էսա։ Նորից վերադառնանք մեր բարի հովվի թեմային, էսի մի փոքր ոնց որ շեղվեցինք։ Նորից վերադառնանք առաջնորդությանը եւ թե ինչ արեց Հեսուն Աստծո խոսքի համաձայն։ Նա 6 օր շարունակ պատտել էր տալիս Իսրայելի ժողովրդին Երիքովի պարիսպների շուրջը եւ այն ճանապարհը, որ նրանք անցնում էին ամեն օր, սա կրկնվող ճանապարհ էր, սիրելի Աստծո ժողովուրդ։
Սա արդեն ճանապարհ չէր, սա արդեն վերածվել էր շավիղների։ Հիշում եք, չէ՞ ինչ էր նշանակում շավիղը։ Նույն ճանապարհը ամեն օր անցնելով առանց բառ խոսելու։ Ամեն շրջանը հաստատում է, զորացնում էր նրանց, լցնում էր նրանց հավատքով, ամրացնում էր նրանց բազուկները եւ նրանց սրտերը, որ չվարվեին իրենց վախկոտ հայրերի պես, ինչպես նրանց հայրերը, երբ որ տեսան հսկաներին փախան։ Բայց ամեն օրը, ամեն շրջանը քանդում էր նրանց թշնամիներին ներսից, կոտրում էր նրանց սիրտը, կոտրում էր նրանց հավատքը, նրանց զորությունը, նրանք հսկաներ էին պաշտպանված հսկա պարիսպներից ետևում, որոնք անառիկ էին, բայց ինչու էին թաքնվել, ինչու էին խեղճացել, ինչու չէին հարձակվում Իսրայելի որդիների վրա եւ բնաջին ջանեին, միթե նրանք հսկաներ չէին։ Եվ վերջին օրը, երբ որ պատտվեցին 7 անգամ չէ, եւ փչեցին այդ փողերը եւ սկսեցին աղաղակել, եւ Երիքովի պարիսպները փլվեցին, այն անառիկ պարիսպները ինչ արեցին եւ վայր ընկան այդ բոլոր պարիսպների վրա կանգնող հսկաները։ Այդ պարիսպները կարծես փլվեց իրենց վրա։ Ահա թե ինչ նշանակում, երբ Տերն է առաջնորդում քեզ, հսկա պարիսպները պետքա կործանեն այդ հսկաներին, ովքեր որ կառուցել են եւ ովքեր որ կանգնած են այդ պարիսպների վրա։ Քո ամեն օրվա կրկնվող քայլերը հնազանդության եւ նվիրումի, որոնք Աստծո առաջ են, հիշի, ձևավորում են քեզ եւ կազմալուծում են, հալումաշ են անում քո թշնամուն։ Ուզում ես տեսնել տարբերությունը փակ շրջանի եւ կրկնվող ճանապարհի, որովհետեւ Իսրայելի ժողովրդին Աստված 40 տարի պտտեցրեց անապատում, այսա նշանակում էր փակ շրջան, մինչեւ որ մեռան բոլորը, եւ նոր սերունդը, եւ որ դուրս եկավ այդ փակ շրջանից եւ արդեն սկսեց քայլել Տիրոջ առաջնորդած շավիղներով, նոր շրջանը ինչ արեց։ Գրավեց, նվաճեց եւ հաղթահարեց բոլոր այն թշնամիներից, որոնց արջևից փախան իրենց հայրերը եւ ժառանգեցին Աստծո կողմից տված կաթ ու մեղր բխող Քանանի երկիրը։ Եկեք մի փոքր տեսանյութ նայենք, այս Սեթրակ եղբայրը մի անգամ ցույց է տվել, երբ որ պատտվում է հովիվը կրակի շուրջը։ Ես հիշում եք անցած անգամ ասեցի, բայց կարծում եմ, որ կրկնությունը չէր խանգարի։ Մի հատ նորից վերհիշելու այն ամենը, ինչը որ մենք տեսել ենք սրանից առաջ։ Աստծո հանդեպ քո անվստահությունը կարող է բերել քո կյանքում փակ շրջանի, շրջապտույտի, որտեղ դու կսպառվես իսպառ, մինչև որ կվերջանաս։ Այսպես են վերջանում բոլոր այն մարդկանց ճանապարհները, ովքեր որ գնում են սխալ առաջնորդի ետևից։ Մեր առաջնորդը, մեր բարի հովիվը Հիսուս Քրիստոսն է ամեն, եւ մենք միշտ պետք է հետևենք նրան, եւ ես ուրախ եմ, որ մեր առաջնորդը հենց Հիսուս Քրիստոսն է։ Հետաքրքիր է, մի հատ այսպիսի թյուր կարծիք կա ձևավորված, որտեվ երբ որ կարդում ես բոլոր այն պատմությունները, երբ որ դիտում ես բոլոր այն ֆիլմերը կամ տեսանյութերը, հետաքրքիր է, որ միշտ տուժող կողմը լինում է հովիվը։ Ասենք, եթե ինչ-որ մի հատ պատմություն լսես, այնտեղ միշտ այսպիսի մի հատ արտահայտություն կա, չէ՞, ասենք, բոլորը գնացին երկինք, ասենց շարված էին, ասենց երկնքում Տերը սկսեց նվերները բաժանել, այն պարավ տատիկը կանգնած էր ամենավերջում, պարավ տատիկին մոտ այսքան թակ տվեց ոսկուց, բրիլյանտից քարերով, այն հովիվը, որ այն սկզբից էր կանգնած, ասեց արայսի, որ տատիկին ա տվեց, այնաս բատերանց ինչ ա տալու։ Ասում ա եկավ, ասավ հովին տվեց մեծ, այսքան փոքր թակ հովիվն էլ նեղվավ, ասեց, եթե տատիկն էլ չաղոթեր քո համար, էս էլ չէի տա։ Ասենք, եւ մարդիկ, ասենք, այս պատմությունները լսելուց միշտ բոլորը մտածում են, ախ, այդ պարավ տատիկը ես եմ։ Ինչ լավ է, որ ես հովիվ չեմ։ Հավատացեք, եսի այդքան էլ այտենց չի։ Կամ երբ
հափշտակվում է եկեղեցին, բոլորը հափշտակվում են հենց հովիվը երկրի վրա։ Հավատացեք, երբեմն պատմությունների մեջ պատմություններն ավելի սիրուն տեսք տալու համար հնարավոր է այսպիսի բաներ պատմեն, բայց միշտ չի որ սենց է, որովհետև Աստծո խոսքը, օրինակ Դանիել 12:3 խոսքերը, երբ որ խոսում է, Դանիել 12:3 խոսքերը կդնեք աղբերներ ջան։ Ես մեկը մոռացել եմ գրեմ։ Եվ ասում է իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատության լույսի պես եւ շատերին արդարության առաջնորդողները աստղերի պես հավիտյանս հավիտենից։ Հետաքրքիր խոսքեր է, չէ՞։ Էսի արդեն վերաբերվում է հովիվներին, բայց այս համարը արդեն էլ չեն կարդում, որ ասում է ովքեր որ առաջնորդում են շատերին տիրոջ արդարությանը, պետք է փայլեն երկնքի աստղերի պես, չէ՞, հավիտյանս հավիտենից։ Հավատացեք, որ այն ծայրահեղությունն էլ է լինում, երբ որ Աստված համել բարի ու իսկական հովիվներին, որոշում է, որ պետքա վարձահատույց լինի եւ ասում է դե հիմա արի տես քո բոլոր այն զրկանքները, որ դու կրեցիր երկրի վրա իմ հոտի պատճառով, հիմա եկել է ժամանակը, որ ես պետքա քեզ պատիվ տամ։ Եվ ես պետքա դառնամ քո հովիվը եւ դու կտեսնես թե ինչպիսին է լինում, երբ որ հոտը լինում է ապահովված ամեն բանով։ Իհարկե չմոռանալով, որ Աստված երկրի վրա կարգել է մշակներ, ովքեր պետքա խնամեն, հոգ տանեն քեզ համար, ովքեր պատասխան են տալիս քո հոգու համար, եւ դու նրանց պարտավոր ես եւ լսել եւ հնազանդվել։ Սա քեզ չի տալիս ինքնավստահություն գործելու անկախ եւ ոնց որ դու ուզենաս, այլ դու պետքա վարվես այնպես, ինչպես որ կվարվի հնազանդ անդամը եւ կհետեւի այն հովի ասածներին, որովհետեւ հավատացեք, հովիվը շատ անգամ ավելի իմաստուն է եւ փորձառու է, որպեսզի դու քո կյանքում չունենաս դժվարություններ եւ անկումներ։ Եթե ոչ այն այց բնավորության պես մարդկանց համար, վերջում Աստված զատելու է գառներին այծերից, Աստծո խոսքն է այդ մասին ասում։ Առաջին մնացորդաց 16:22 ասում է. Մի մոտենակ իմ օծյալին եւ իմ մարգարեներին չար բան մի արեք։ Իմ օծյալներին ու մարգարեներին ասում է չար բան մի արեք, սա նույնպես վերաբերվում է օծություն ունեցող մարդկանց։ 23 Սաղմոսի ուրեմն 4-րդ խոսքը շարունակենք հետեւյալի մասին կարդալով. Թեև գնամ մահվան շուքի ձորումը, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո ցուպը եւ քո գավազանը նրանք մխիթարում են ինձ։ Իսկ ինչ է նշանակում մահվան շուքի ձոր, եկեք սկսենք ստեղից։ Ինչ է նշանակում շուք։ Շուք նշանակում է ստվեր, չէ՞։ Իսկ ինչ է նշանակում մահվան շուքի ձոր, նշանակում է մահվան շուք կամ մահվան ստվեր, շողք, մահվան շողք։ Սա հետաքրքիր է, որ թշնամին օգտագործում է բոլոր Աստծո մարդկանց կյանքում, բերում է քո վրա մահվան շուքի ձորը, որովհետև ամեն մեկս պետք է անցնենք մահվան շուքի ձորի միջով, բայց իմաստունները, ովքեր որ հետևում են իրանց հովին, մահվան շուքի ձորը դուրս կգան հաղթահարված եւ առանց վնասվելու։ Սա ուրեմն ինչի համար է թշնամին բերում քո վրա, որպեսզի քեզ կազմալուծի եւ քանդի ներսից։ 12 լրտեսներից 10-ը մահվան շուքի ստվերը բերեցին Իսրայելի բանակի մեջ եւ նաեւ այդ մահվան շուքի ստվերի հետ մեկտեղ բերեցին նաեւ անեծքը եւ Աստծո բարկությունը, ճիշտ է, եւ նրանք դարձան պատճառ, որ ամբողջ ժողովուրդը 40 տարի պատտվեց անապատում, մինչև որ բոլորը մեռան, ովքեր որ Եգիպտոսից դուրս էին եկել Քաղեբից ու Հեսուից բացի։ Նրանք ավելի շատ հավատացին մահվան ստվերին, քան հավատացին այն կյանքի լույսին, այն կրակիսյանը, որը որ առաջնորդում էր իրանց Եգիպտոսից դուրս եկած առաջի օրվանից սկսած։ Հասկանում ես, եկան հսկա անուն լսեցին եւ միանգամից իրենց վախ մտավ նրանց մեջ, որ արդեն մոռացան, որ կրակը իրանց հետ է, էլ մահվան շուքը ինչ կարող էր անել նրանց։ Իսկ որտեղ որ շատ ուժեղ լույս է, այնտեղ չկա ստվեր, գիտեք։ Օրինակ մեր ստուդիայում հիմա գորը հատուկ լույսեր է բերել տալիս, որ բոլոր ստվերներին վռնդի ստուդիայից, որպեսզի այդ ձայնագրությունները կամ նկարահանումները, որ կատարում են, լինեն շատ ավելի մաքուր եւ հստակ։ Հովհաննես 3:19 ասում է. «Եվ սա է դատաստանը, որ լույսը եկավ աշխարհ եւ մարդիկ խավարը ավելի սիրեցին, քան թե լույսը, որովհետեւ նրանց գործերը չար էին»։ Այսօր եւս մարդը թողած լույսը խարխափում է խավարում, ինչի համար, որովհետեւ գնում է
Այնպիսի տեղեր, որտեղ որ վայել չէ գնալու։ Մենք 1700 եւ ավել ամյա քրիստոնյաներ ենք մեզ համարում, բայց այսօր այս վհուկները, այս կախարդները, կարդ գցողներն ու բախտ նայողները այնքան են շատացել Հայաստանում, որ էլ ասելու չի։ Արդեն TikTok-ով ու չգիտեմ համացանցով on-line են ասում, այսքան փոխփոխանցի բախտդ բացեմ, այսքան փոխփոխանցի 25000 տուր բանանեմ, այս տարվա մեջ ամուսնանաս, չգիտեմ ինչ արա, ինչ հիմարություններ։ Ես բաշխակուշակ անի, չգիտեմ ինչ անեմ, պայծառատես անի, չգիտեմ ու զարմանում եմ, մարդիկ հազարներով են հետևում եւ հիմարաբար փոխանցում են փողերը նմանատիպ խարդախներին, ովքեր որ ընդհանրապես կապ չունեն Աստծո հետ։ Չնայած կարող է իրանց դիմացը դրված լինի Աստվածաշունչ։ Ինչի համար մարդը չի ուզում լույսը։ Գնա Քրիստոսի հետևից, ուզում ես լույսը կյանքիդ մեջ գա, եւ ոչ թե ընդամենը մի հատ վհուկ կամ բախտակուշակ պետքա իմ համար ճակատագիր որոշի։ Տերը քեզ առաջնորդում է այնպես, որ դու չհայտնվես ծորի մեջ, բայց երբ որ դու անհնազանդ ես եւ բնավորությամբ էլ մի փոքր այց, հնարավոր է որ դու ծորի մեջ հայտնվես, որտեղից որ դուրս հանելը քեզ կլինի կամ անհնարին, կամ շատ դժվար։ Եվ Տիրոջ հոտից եթե դու առանձնանում ես, հիշի, առյուծը սատանան օգտագործում է նույն առյուծի տակտիկան, որտեղ Աստծո չէ, համեմատություն անում մռնչացող առյուծի հետ։ Առանձնացնում է քեզ հոտից, որ հոշոտի։ Եվ հիշի սիրելի Աստծո մարդ, եթե այսօր սատանան քեզ խաբել է, ասում է, չէ, բանը դու տունը նստի, տունն էլ կարաս նստած ապաշխարես, հիշի։ Սատանան քեզ առանձնացնում է հոտից, որ հոշոտի, եւ քո կերակուր դառնալը շատ ավելի մոտ է։ Սովորաբար ցերեկը ոչ մեկ չի վախենում, բայց երբ գալիս է գիշերը, արթնանում է նաեւ մեր երևակայությունը եւ սկսում ենք մտածել շատ ավելի ուրիշ ձևով, ոնց որ կմտածեինք ցերեկը։ Եվ մենք մեր մտքում սկսում ենք հորինել ուրեմն երևակայական բոբոներ եւ սկսում ենք վախենալ։ Օրինակ ցերեկը, երբ որ դու տանը մենակ ես, ոչ մի բանից չես վախենում, բայց եթե երեկոյան ես տանը մենակ, ինչքան բոբոկա, սա բոբոներից վախենում ես։ Շատերն են խուսափում գիշերով անցնել անգամ գերեզմանների մոտով, չհասկանալով, որ ամենաանվտանգ, անվնաս մարդիկ գերեզմաններում են։ Այնտեղ ոչ մի վնաս ձեզ տվող չի լինի, հավատացեք, որտեղ մի մտածեք, որ ասենք ննջեցյալները գիշերը արթնանում են եւ ուրվականների տեսքով այնտեղ պատտվում են, թե ում բռնեն հոշոտեն։ Նման բան չկա, սիրելի Աստծո ժողովուրդ։ Իսկ թե ինչը փթիկը այս մասին էլի եմ ասել, դի մենակ մեր Սուրենը գիտի, կարակ Սուրենին հարցնեք, ինքը փոքր ժամանակ փթիկից վախենում էր։ Ինչ կլինի մեր վաղը, հարց, ինչ կլինի մեր վաղվա օրը, երբ կմեռնեմ ես։ Օրինակ ասենք բախտագուշակների մոտ որ գնում են, այս հարցն էլ էր միշտ տալի, չէ, հլա ասա երբ եմ ես մեռնելու։ Են էլ կցմպռնումա, չգիտեմ ինչ որ, sense բաներ անում, կոֆեի մոմա թափում ջրի վրա, էսի ինչեր են անում, sense նայում են, չէ, շատ մի քիչ որ շատ փող տաս, կարամ մի քիչ երկարացնեմ կյանքդ, եթե չէ, 3-4 տարի շատ չէ։ Եվ մարդը գնում է, սկսում է մեռնել, մինչև այդ 3-4 տարին կանցնի։ Էտով է որոշե քո կյանքի օրերի տիվը Աստծուց բացի, որ ինչ որ մեկն էլ կարա քո կյանքի օրերի տվի մասին քեզ ինչ որ մի բան ասել։ Եվ մարդիկ տառապում են այս մեռնելու բանից, տանջանքից։ Իրանք կենթանի են, բայց մեռնում են ամեն օր, թե երբ իրանք պետքա մեռնեն։ Այդ համար էլ Աստված չի ասել երբ ենք մեռնելու, որ ոչ մեկ էլ չգիտի իր ծնվելու օրը գիտենք, բայց մեռնելու օրը ոչ մեկ չգիտի։ Ինչ հիվանդություն ունեմ ես համել, որ անբուժելի հիվանդություն է։ Էլի մարդիկ սկսում են տանջվել ու խելագարվել այս մտքերի վրա։ Հնարավոր է որ դառնամ հաշվանդամ։ Հնարավոր է որ կորցնեմ ունեցվածքս։ Հնարավոր է որ ավարիա տամ, վթարի ենթարկվեմ։ Այնքան հնարավոր բաներ են հորինում եւ սկսում եմ տանջվել այս բոլոր մահվանց տվերներից։ Եվ գիտեք ինչա կոչվում այս մահվանց տվերը։ Մի կարճ խոսքով ասած, որ այսօր տառապում են շատ մարդիկ, որոնց անգամ ես եմ ճանաչում, դեպրեսիա։ Ինչքան մարդիկ, որ ընկած են դեպրեսիայի մեջ եւ հիմնականում դու գիտեք չէ ինչ է նշանակում դեպրեսիա, կամ ինչ է նշանակում, որ իրականում ինքը չկա, բայց դու հորինում ես այդ ամենը քո գլխի մեջ եւ սկսում ես վախենալ այն ամեն ինչից, ինչը որ չկա։ Եվ սատանան այսօր այս մահվան շուքի մեջ է ուրեմն մցրել շատ եւ քրիստոնյա եւ ոչ քրիստոնյա մարդկանց։ Ելից 14-13 ասում է. մի վախեցեք, կանգնեք եւ տեսեք Եհովայի փրկությունը, որ այսօր կանից ես համար, որովհետեւ այսօրվա տեսած եգիպտացիներին այլևս պիտի չտեսնեք հավիդյան։ Այսին ժամանակ էր, երբ որ Մովսես արդեն կանգնել էր ծովի դիմաց եւ ժողովուրդը բողոքում էր եւ ծովը պետք է ճեղքվեր եւ սա էր Տիրոջ խոսքը ասում է, մի վախեցի ու կանգնի եւ Տիրոջ փրկությունը տես։ Սիրելի Աստծո մարդ, եւ որ կհայտնվես կյանքումդ անելանելի վիճակների, հիշի այս խոսքերը,
կանգնի եւ մի վախեցի, եւ դու կտեսնես Տիրոջ փրկությունը քո կյանքի մեջ, եւ այն բոլոր ստվերները, այն բոլոր վախերը, որ այսօր քեզ տանջամահ են անում, հիշի, այլևս ասում եմ դու դրանց պիտի չտեսնես հավիտյան, որովհետեւ Աստված քո հետ է։ Վախը, որը չունի հիմք, որը չունի որևիցե աղերս իրականության հետ, նման է հենց այս մահվանը, որը չկա իրականում, բայց դու մեռած ես ու թաղած չես քո երևակայությունների պատճառով, եւ սրանցից ուղղակի պետքա ձեռք ազատվել, եւ այդ թերավատությունը եւ այդ հավատքի բացակայությունը քո կյանքում կբերի նման մահվան ստվերներ։ Հավատացեք, մութ սենյակը այնքան ապահով է, որքան որ լուսավոր սենյակը։ Ուղղակի մենք ենք մեր երևակայությամբ մեզ տանջում, որտեվ անգամ եթե տանը կա մի հատ փոքր կենթանի, մի հատ կատու, մի հատ շունչ, չգիտեմ, ակվարիումով մի հատ ձուկ, կարծես թե մեզի sense քաջալերում է։ Հավատացեք, դա ոչ մի ձևով չի ավելացնում ձեր անվտանգությունը։ Եթե ասենք այնտեղ հրեշներ կան, ձեր սենյակում հենց մութը իջնում է, բայց եթե բացվեն քո աչքերը, ինչպես որ Գեզիինը բացվեց, չէ, եւ ասում եմ, տեսնես, որ մեր հետ եղողները շատ անգամ ավելի են, շատ անգամ ավելի զորավոր են, քան նրանք, ովքեր որ կարող են մեզ դեմ լինել։ Էլ չասեմ երևակայությունը, որ սա ուղղակի սուտ բան է։ Հաջորդը, այս նույն խոսքի մեջ խոսեց ցուպի մասին։ Աստված իր ցուպով ուղում է քո քայլերը եւ ճանապարհը եւ քո գործերը եւ քո միտքը, իսկ երբ չես հնազանդվում, այն ցուպի մյուս ծայրով ինքը ինչ անում, երբեմն մի հատ քեզ քյոթակա տալիս, որ դու գաս քո ուղու վրա, քո շավիղի վրա, որից դու ուրեմն շեղվում ես։ Իսկ երբ շատ ես անհնազանդ եւ փախչում ես աջ ու ձախ կողմ եւ երբեմն հայտնվում ես անդունդի եզրին, հավատացեք, որ ցուպը իր մեջ ունի նաեւ տարբեր բաներ, որ գործողություններ, որը որ կատարում էր հովիվը։ Ես փորձել եմ հիմա սարքեմ ցուպը, էսի ցուպն է, սիրելի Աստծո ժողովուրդ։ Այս ցուպը ինքը լինում էր ավելի մոտավորապես այս բարձրության եւ մի քիչ ավելի հաստ, ներող կլնեք, որ չկարողացա ավելի հաստը պատրաստել, բայց կարծում եմ էս էլ որպես օրինակ շատ հիշվող կարող է լինել։ Ուրեմն տեսեք, երկարությունը կախված էր նրա համար, որ երբ որ գառնուկը կամ ոչխարը ինքը գնում էր ու հայտնվում էր անդունդի եզրին, այս կլորը տեսնում եք, էսի պատահական չէր։ Հովիվը էսի անցկացնում էր գառնուկի գլխին կամ մեջքին, եթե փոքր էր, եւ քաշում էր, որպեսզի այդ անդունդի եզրից կարողանար բերեր։ Այսինքն այս կլորը ինքը նպատակ ուներ, որ լինում էր ցուպի վրա։ Իսկ երբ որ այդ գառնուկները կամ այդ հոտի ոչխարները մի քիչ շատ էին չարություն անում, այս մյուս ծայրով մեկ-մեկ էլ քյոթակում էր։ Էս էլ է երբեմն պետք, որտեվ հովի, ինչ ասեմ, գործառույթների մեջ է մտնում նաև հովի գործառույթների մեջ է մտնում նաև խրատելը, չէ՞, հանդիմանելը, որպեսզի ուղի քո քայլերը։ Մեկ-մեկ էլ քեզ տապեցնելը, որպեսզի դու չշեղվես քո ճանապարհից։ Ցուպ ունի նաև մեկ այլ տեսակ, այս ոչխարներին առաջնորդելու համար էր, որ հովիվը պետք է առաջնորդեր, բայց երբ որ մարդկանց էր առաջնորդում Մովսեսը, Մովսեսի ձեռքին այսպիսի sense կլոր ծայրով ցուպ չէր, որովհետև ոչ մի հովիվ էլ, ասենք, էսի չի անցկացնում ինչ որ իր անդամներից մեկի վզին ու քաշում, որ ինքը ինչ որ սխալից հետ գա։ Սա արվում է ուրիշ ձևերով, ինչպես ասեցի, հանդիմանություն, խրատ, եւ որ հովիվը ուղղում է քո քայլերը։ Բայց Մովսեսն էլ ուներ ուրեմն մի ուրիշ գավազան, որը նույնպես կոչվում է ցուպ, գավազան չէ, ցուպ է կոչվում, սա կոչվում է ցուպ, եւ այն փայտը, որը որ կար, ես մոտավորապես փորձեցի ուրեմն ստանալ այն ճիշտ չափը, որը որ Աստվածաշնչում կար, հիմա կասեք, բա Մովսեսի կամ Ահարոնի փայտի մասին ոչ մի բան գրված չի չափի մասին, դու որտեղից ես ճարել, բայց մտածեցի հետեւյալը, որ եթե կար ուխտի տապանակ, որ այդ ուխտի տապանակի մեջ հետո պետք է դրվեր այդ գավազանը, ուխտի տապանակի չափերը կար, իհարկե այնտեղ հիմա ուսումնասիրում եմ մի քիչ ավելի շատ, այնտեղ ասում է գավազանը տապանակի մեջ չէր, գավազանը տապանակից դուրս էր, չեմ կարա հիմա ձեզ ինչ որ մի բան ասեմ, որտեղ էսի ուսումնասիրության փուլում է, ներկա պահին ասում եմ, որ գավազանը պետք է դրվեր ուխտի տապանակի մեջ ու այդ գավազանի չափերը հետեւյալն էր եւ պատմությունը ցույց է տալիս, որ անգամ հաստությունը ինքը պետք է ունենար մոտ 4 սանտիմետր եւ հաջորդ ծայրը մինչեւ 2.5 սանտիմետր պետք է բարակեր։ Այս գոչվում է էլի ցուպ, բայց այս ցուպը
մոտավորապես հենց չափերն էլ հենց այսքան էր, ինչը որ ուխտի տապանակի մեջ կտեղավորվեր ոչ սենց դրված, բայց հենց անկյունով եթե դրվեր, այս չափը կտեղավորվեր եւ մոտավորապես ուրեմն չափը տատանվում է 130-ից մինչեւ 150 սանտիմետր, ավելի կոնկրետ 147 սանտիմետր, որ հնարավոր էր տեղավորել ուխտի տապանակի մեջ։ Եվ այս այն չափն էր համարվում նորմալ, որը որ կար Մովսեսի կամ Ահարոնի ձեռքին։ Իհարկե ընտրեցի նաեւ նյութը, ինքը հենց նուշի փայտից է սարքված, որտեվ Ահարոնի գավազանի մասին գրված է, չէ, Աստվածաշնչում, որ ասում է ինքը նշի փայտից էր, որ երբ որ դրեցին վկայության խորանի դիմաց, ասում է ինքը ծաղկեց, պտուղ տվեց ու ամեն պտուղներն էլ հասցրեց։ Ես կարծում եմ, որ այդ պտուղներն էլ այտենց անիմաստ չկորան, չէ, եւ այդ պտուղներն էլ կարծում եմ, որ կերել են։ Իհարկե գրված չի, բայց կարծում եմ, որ կերել են նաեւ այդ պտուղները։ Ուրեմն իսկ հնարավոր է, որ հարցնեք, լավ, այս մասին ասեցին։ Իսկ ինչու համար նշանի, որովհետև նշանին ինքը նախ պինդ փայտ է, շատ պինդ փայտ է։ Բայց իհարկե ավելի պինդ փայտեր էլ կան, որ հնարավոր է ճարել։ Իսկ ինչի համար նշանի, որովհետև նշանին ամենաշուտ ծաղկող ծառերից մեկն է։ Իհարկե հնարավոր ասեք, բայց նշանից ավելի շուտ ծաղկող ծառեր էլ կան։ Օրինակ ասենք, որտեղ որ ես ծառայում էի Շամշադինում, այնտեղ հոնի ծառեր կար, որ գրեթե ձյուն էր գետնի վրա դրված, բայց սկսում էին այդ անտառի մեջ ցենց ծաղկել։ Նայում էի, զարմանում էի, այս 4 անտառի մեջ այս ծաղիկները ինչ գործ ունեն, սրանք հոնի ծաղիկներն էին։ Բայց երբ որ ուսումնասիրեցինք մի փոքր ավելի շատ, ես ու Սարգիսը երեք, ուրեմն ինչ տեսանք, որ գոյություն ունեն արական ծաղիկներ եւ իքական ծաղիկներ։ Արական ծաղիկները կան, որ ծաղկում են ավելի շուտ, բայց դրանք բերք չեն տալիս։ Իսկ նշի ծաղիկը, այսինքն նշանին, երբ որ ծաղկում է, ինքը իր բերքի ծաղիկը, որ ինքը արդեն պիտի պտուղ տա, սա ծաղկում է ամենաառաջինը բոլոր բույսերից։ Եվ իսկ ինչ հետաքրքիր բան կա, ինչի համար էր, ասենք, հենց Ահարոնի գավազանը նշանի, որը որ ծաղկեց։ Ուրեմն հետեւյալ հետևությանն եմ ես եկել, որ հենց մի փոքր ջերմություն կա, եթե կա մի փոքր ջերմություն եւ լույս, ինչ է անում այս ծառը, ինքը միանգամից ծաղկում է, որ պտուղ տա։ Եթե այսօր մենք էլ լինենք այս նշանիների պես եւ այնքան զգայուն լինենք Աստծո լույսին եւ ջերմությանը, երբ որ մի փոքր լույս, աստվածային լույսը կամ ջերմությունը մեր կյանքի մեջ ծագի, մենք միանգամից արձագանքելու ենք, մենք միանգամից ուրեմն ծաղկելու ենք։ Սա նշանակում է, որ գերզգայուն ծառա ինքը ջերմության եւ լույսի։ Եվ եթե քո իշխանությունը հիմնված է հենց այս սկզբունքի վրա, որ դու էլ, որտեվ գավազանը ինքը նաեւ իշխանության խորհուրդ է, չէ՞։ Եթե քո իշխանությունը հիմնված է Տիրոջ վրա, Տիրոջ լույսի ու ջերմության զորության վրա, հիշի, մի փոքր ջերմություն եւ քո կյանքը եւ քո իշխանությունը եւ քո ծառայությունը կծաղկի։ Գավազանը նաեւ ձեռնափայտ էր, ճիշտ է, որտեվ գավազանի վրա մենակ այս գավազանով մենակ ծով չէին ճեղքում Աստծո մեծերը։ Այս գավազանով ամբողջ օրը իրանք քայլում էին, այս գավազանը միշտ իրանց ձեռքին էր։ Երբ որ պետք է անցնեին ինչ-որ մի հատ բարդ տեղով, հենվում էին այս գավազանի վրա։ Ճիշտ եմ։ Եվ այս գավազանը նաեւ դառնում էր նեցուկ, դառնում էր ձեռնափայտ եւ ճիշտ պահին էր դառնում իշխանության գործիք։ Եվ ստեղ էլ կա մի հատ նաեւ հետաքրքիր միտք, որ եթե քո հիմքը, քո ամրությունը, ինչի վրա որ դու հենվում ես այդ Տիրոջ իշխանությունն է, հիշի, դու երբեք չես ունենա ծախողում քո կյանքում, որովհետև եթե ես հենվում եմ, իմ հավատքը, իմ հիմքը, սա Տիրոջ իշխանությունն է, եւ ես հենվում եմ Տիրոջ իշխանության վրա։ Իսկ այդ Տիրոջ իշխանությունը ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում կծաղկի եւ պտուղ կտա եւ մարդիկ կտեսնեն այդ պտուղը։ Երկրորդը, այ իսկական գավազանի մասին։ Հիմա տեսեք, երբ որ գավազանը պատրաստում էինք, այսի գավազանա։ Ասենք դուք պատկերացնում եք, եթե ասենք ինչ որ մի հատ հովիվ իր հոտը այ այս գավազանով առաջնորդեր, որովհետև սա գավազան, ես ոնց որ նայեցի բնագրերում գրված է, բնագրերում գավազանը, երբ որ նշվում է, քոցուպ եւ գավազան բառը նաեւ իր հոմանիշների մեջ մտնում է մահակը։ Իսկ մահակ բառը, մահակը նաեւ լինում էր երկաթից, նաեւ կամ լինում էր ասենք փայտից, բայց այս ծերի մասը լինում էր ասենք սուր երկաթներ, տեսած կլինեք դուք ասենք
գուրզեր կոչվում, հա, սա հենց այն մահակն է, իսկ սա հոտ առաջնորդելու համար չի սիրելի Աստծո ժողովուրդ եւ հատկապես սիրելի հովիվներ, եթե դուք ձեր հոտին առաջնորդում եք այս հենց գավազանով, հավատացեք, էսի որ մի ոչխարի գլխին սրանով մի անգամ խփես, հերիքա, ինքը այլևս կդադարի գոյություն ունենալ։ Սա արդեն կոչվում է զենք, անգամ կռիվների մեջ էր օգտագործվում այս զենքը։ Եվ այս գավազանները բարի հովիվը ուներ այս գավազանից, բայց այս իր հոտի ոչխարների համար չէր, էսի գայլերի ատամները փշրելու համար էր։ Իսկ բարի հովիվը ինքը համել պետքա իմանա, չէ, եւ կարողանա ճիշտ տնօրինել այն բոլոր գործիքակազմը, որը որ Աստված տվել է իրան։ Ուրեմն քո ցուպը եւ քո գավազանը նրանք ինձ պիտի մխիթարեն։ Ցուպը ինձ առաջնորդելու եւ քայլերս ուղղելու համար էր, իսկ գավազանը ինձ պաշտպանելու համար էր բոլոր այն վնասատուներից, այն գիշատիչներից, ովքեր որ կփորձեին սպառնալ իմ կյանքին։ 23-5-րդ խոսքը ասում է. դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց, դու իմ գլուխը օծում ես յուղով, իմ բաժակը խիստ լեցուն է։ Իսկ դուք գիտեք, որ դաշտում հովիվները ունեն պատրաստված նաև մի վայր, որտեղ որ երեկոյան, երբ որ հոտը արդեն կերած, խմած, կուշտ վերադառնում է, ուրեմն մտցնում են այդ ապահով շրջանի մեջ, որը եթե չեմ սխալվում կոչվում է աղլ, չէ՞, աղլ է կոչվում, աղլ չգիտեմ հայերեն բառա թե չէ, բայց ինչևից է, մեր համար հասկանալի է, աղլի մեջ են մտցնում իրանց հոտը, եւ գիտեք, որ սա պատահական չի արվում, սա արվում է գիշերային գազաններից, գայլերից, արջերից, գիշատիչներից, նաեւ երկու ոտնանի գիշատիչներից մարդկանցից պաշտպանելու համար, որ հոտը լինի ապահով։ Իսկ եթե անգամ գայլերը մոտենում են ցանկապատին, որտեղ որ ասենք պատկերացրեք, երբ որ ոչխարները կուշտ կերել են ու նստած են, կերած խմած, ինչ են անում իրանք։ Որոճում են, ճիշտ է, մակաղում են ոչխարները։ Եվ թշնամին պատկերացրեք եկել ասենց շրջապատել, ասենք այդ գայլերի ոհմակն եկել է սոված ոչխարի միս ուտելու ախորժակով, եկի ասել է ցանկապատին, տեսնում է իր աչքով այդ ամեն ինչը։ Ստամոքսը գրգռում է, բերանից լոժերը գնում է, մտածում է, սա ոնց պետք է ուտեմ, բայց ոչ մի բան չի կարողանում անի, գիտես ինչի համար, որովհետև ինքը պաշտպանված է պատնեշով։ Եվ սա նշանակում են խոսքերը, որ ասում է, դու իմ առաջ սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց։ Տերը արդեն կերակրել է, խմցրել է, չէ, բարի հովիվը։ Ինքը նստած հանգիստ, դու ուտելիք ես քո թշնամու համար։ Թշնամին եկես են շարվել է դիմացդ, բայց չի կարողանում քեզ ուտի։ Սա նշանակում սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց։ Այսինքն դու կտեսնես ու ոչինչ չես կարողանա անել, որովհետև Տերը քեզ պաշտպանել է իր պաշտպանությունով։ Այսօր Աստված էլ քեզ իր ցանկով է պաշտպանել, ով սիրելի Աստծո մարդ, եւ դու ապահով ես, քանի դեռ ցանկի ներսում ես։ Դու ես այսօր այն ցանկալի կերակուրը սատանայի համար, որովհետև սատանան էլ ինքը երբեմն գալիս ասես նստում ու ախորժակով քո դիմաց, որ քեզ կուլ տա, որովհետև ինքն էլ մռնչացող առյուծ է։ Եվ գիտես քեզ ինչ կանի մի վարքյանում, եթե այդ հնարավորությունը ընկնի իր ձեռքը, սատանան հավիտ ճուտ չես, միշտ ասել եմ, դա միշտ հիշեք, որ մի հատ Տիրոջ պաշտպանությունն է մեզ պաշտպանում, այլապես սատանան մեզ մի վարքյանում փրթիկ կանի, եւ ոչ մեկ չի կարողանա ազատվել նրա ձեռքից։ Կհոշոտի բոլորիս, եթե Տիրոջ պաշտպանության ցանկը չլինի մեր շուրջը, երբ որ մեր բարի հովիվը պաշտպանում է մեզ նրանից։ Նա տեսնում է մեզ, հոտոտում է մեզ, մեր հոտն էլ է քաշում, գիտեք, չէ՞, սատանան։ Թուքն էլ է կուլ տալիս, ասենց ախորժակով ասում է, ախ, ոնց կուտեի ձեզ բոլորիդ, բայց չեմ կարողանում, որովհետև Տիրոջ ցանկապատը պատել է ձեզ։ Իմ պաշտպանը Աստված է, նա ինձ պաշտպանում է, նա ինձ ցանկապատել է իր արյունով, չէ՞։ Ով է հավատում, որ Տիրոջ արյունն է իր ցանկապատը։ Ուրեմն ես ու դու մենք հասանելի չենք նրա համար, ինչքան էլ որ նրա քիմքին հաճելի լինենք մենք։ Ինչքան էլ յուղոտ ու համով լինենք, մեկը մենք նրա քիմքին հասանելի չենք, որովհետև Աստված պաշտպանում է մեզ։ Քանի դեռ մենք ցանկի ներսում ենք, մենք ապահով ենք։ Քանի դեռը, հեսա կասեմ ինչի համար։ Իսկ գիտեք, որ երբեմն ոչխարներից ոմանք ետ են մնում հոտից եւ մոլորվում են եւ գիշերը դրանք դառնում են ցանկալի կերակուր գայլերի համար։ Երբեմն լինում է։ Օրինակ իմ փորձառության մեջ եղավ, երբ որ այդ հոտերը, որ մեր մոտից տանում էին, որտեղ որ դուք տեսաք այդ նկարները, վիդեոները, մի անգամ մի հատ մեծ արու ոչխար, խոյ
մոլորվել էր գիշերը ու հոտը գնացել էր, ինքը մնացել էր գիշերը մեր դաշտում։ Հետո ճիշտ ասենք մենք տեսանք, ես ու մի հատ տղա գնացինք, բռեցինք այս խոյին, բերեցինք, գցեցինք մի հատ ցանկապատի մեջ, որ գայլերը չուտեն, հետո 10 օր հետո տերը բարձվեց ով է, եկավ իր խոյին անվնաս տվեցինք, տարավ առանց փող հատուցման 10 օր կերակրե, խմացրե, որտեվ մենք ոչխար չենք պահում։ Տվեցինք տարավ։ Հետո երբ որ ես չոբանից հարցրեցի, ասեցի, բա այդ ինչ ոչխար էր, ախպեր ասեց, բա չես իմանում, ասեց, էդի քոռա։ Ասեց, էդի քոռա, այդ ոչխարը քոռա, ասեց։ Ասեց ինքը որ հոտի մեջ ասենք մնաց հատի հետ sense բրբռալով գնում, հա, բայց եւ որ հենց ասենք մի քիչ առանձնացավ կորմա ու հետաքրքիրն էր որ հիշեցի այն խոսքերը տիրոջ որ ասում է եւ որ կույրն է կույրին առաջնորդում հələ սրան առաջնորդող չկար, ես ինքն էր իրան առաջնորդ է գնացենք էլ ճիշտ է կյանքը փրկվեց որովհետեւ հանդիպեց մեզ, բայց պատկերացրեք ասենք այն առաջնորդներին ովքեր որ իրանք կույր են ու տենց կույրերի էլ գցում են իրանց հետևից եւ իրանք են գնում կորուստ եւ իրանց հետ շատերին են տանում կորուստ։ Սաղմոս 34:7 ասում է. Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների 4 կողմը եւ փրկում է նրանց։ Իսկ ինչ է ասում Աստծո խոսքը մեզ եւս։ Այս խոսքը որ Տիրոջ հրեշտակը բանակ է ստեղծում իրանից պաշտպանում է մեզ փրկում է, էսի լավ խոսք է, բայց ժողովող 17 խոսքերն էլ եկեք չմոռանանք, որ ասում է, եթե ցանկը քանդես, օծը կգցի նրան։ Ինչ ցանկի մասին է խոսում։ Սա այն պաշտպանության ցանկն է, ինչի մասին մենք խոսում ենք, ասում ենք, եթե քանդես այդ ցանկը, հիշի, օծ կա այնտեղ, այդ օծը քեզ կծելու է։ Կամ Ծննդոց 4:7 խոսքերը ասում է, մեղքը դռան մոտ պարկած է եւ նա քեզ է փափագում, բայց դու իշխիր նրա վրա։ Սա էլ Կայենին էր ասում։ Սիրելի Աստծո մարդ, հիշի, մեղքը դռան մոտ պարկած է, ցանկից դուրս մեղքն է, հնարավոր է շատ փափագելի է, բայց հիշի, եթե ցանկը խախտես եւ անցնես այն կողմ, այնտեղ կան սպասող գայլեր, այնտեղ կա սպասող սատանա, որ պատրաստ է քեզ հոշոտելու։ Գիտեք, թե ով է ամենակարողի հովանուտակ հանգստանում, նա ով բնակվում է բարձրյալի ծածկոցի տակ։ Նրանք են ապահով թե գիշեր, թե ցերեկ, թե ամառ եւ թե ձմեռ։ Իսկ ինչ է նշանակում դու իմ գլուխը օծում ես յուղով, որտեղ այս խոսքերն էլ կարդացինք մեջ։ Հովիվները ոչխարների գլուխը օծում էին յուղով, օծում էին եթերա յուղերով, գիտեք ինչի համար, ոչխարների աչքերը, քիթը, բերանը պաշտպանելու համար։ Իսկ ումից էին պաշտպանում էին ճանճերից, մոծակներից, մակաբույծներից եւ միջատներից։ Հեճեղել ասենք այն երես sense ճանճեր, մլակներ, մոծակներ կամ sense չես կարողանում խոսած բերանդ են մտնում։ Իսկ տեսել եք կենթանիների, ասենք կովերի կամ ոչխար, իսկ երբեմն այնքան աչքերին լինում, որ ասում ես, արա ո՞նց է դիմանում այս խեղճ կենթանին այդ անպետքների ձեռքը։ Եվ հավատացեք, որ բարի հովիվը եթերա յուղերով մաքրում էին, օծում էին եւ այդ յուղի հոտը հեռու էր վանում նմանատիպ ուրեմն վնասատուներից, մակաբույծներից։ Ուրեմն դրանք մտնում էին քթանցքների մեջ, աչքերի մեջ եւ առաջացնում էին եւ տարաբնույթ հիվանդություններ, բորբոքումներ եւ այսինքն տանջում էին հոտին։ Այս նույնը օգտագործվում է նաև հիմա մեղվաբուծության մեջ։ Էլի կան եթերա յուղեր, որոնք որ օգտագործվում են փեթակների մեջ, եւ այդ եթերա յուղերի հոտը հեռու է վանում տիզերին, որովհետեւ այսօր տիզը դարձել է մեղվաբուծության մեջ ամենամեծ թշնամին, որ սպանում է բոլոր մեղուներին։ Ուրեմն յուղը նաև հանդիսանում էր փափկեցնող միջոց, եւ որ ոչխարը ինչ որ վնասվածք էր ստանում կամ վերք էր ստանում, հովիվը ինչ էր անում։ Դեղ ու դարման էր դնում իր այդ վերքի վրա, եւ երբ որ յուղով տրորում էր այդ վերքը դառնում էր փափուկ։ Դուք հեճեղել ա որ ասենք ընկել եք ինչ որ միտեղ, հետո այդ վերքը չորացել ա, որ ամեն շարժումից մեկը տեսնում ես նորից ճաքեց, նորից արուն եկավ, նորից ցավ, նորից բորբոքում, նորից լավ հովիվը իր հոտին օծում էր յուղով եւ այդ յուղով փափկեցնում էր այդ վերքերը, որ այդ վերքերը չառնաուսեին եւ նորից չչորանային ու դառնային զանազան ճանճերի միջատների ձվադրման վայր եւ նորից ցավ չպաճառեին տվյալ ոչխարին։ Այսօր դու էլ ունես այդ յուղի կարիքը սիրելի Աստծո մարդ, ինչպես որ բարի սամարացին, երբ որ գտավ ավազակների ձեռք ընկած մարդուն, ինչ է ասում Աստծո խոսքը։ Ասում է նա գինի ու յուղ դրեց, չէ՞, ասենք գինին ու յուղը կարծես թե պարտադիր պայման էր, երբ որ ավազակների ձեռք ընկած մարդուն ինքը դարման դրեց եւ մինչեւ որ տարավ
այնտեղ որտեղ որ խնամք տարան նրա համար։ Իսկ այսօր աչքերը քո ինչպես որ կենթանիների աչքերը ունեն պաշտպանության կարիք, թե չէ, որտեղ այսօր մենք մեր ինֆորմացիայի 90%-ից ավելը ստանում ենք մեր աչքերի միջոցով։ Եվ եթե այսօր իմ աչքերը չլինեն պաշտպանված Տիրոջ օծության յուղով, այսօր ես թե ցանկանում եմ, թե շնանում եմ եւ թե մեղանչում եմ իմ աչքերով։ Միգուցե ոչ բառիսմուն իմաստով, բայց աչքերով, հավատացեք, շատերն են դրա մեջ։ Տիրոջ օծության յուղի հոտը հեռու է վանում քեզանից բոլոր վնասատուներից, վարակներից, ճանճերից, միջատներից, այսինքն դևերից։ Տիրոջ օծության յուղը միշտ պետք է լինի քո վրա, եթե դու ուզում ես հեռու մնաս դևերի հարձակումներից։ Այն քեզ պաշտպանում է բոլոր մտային եւ ֆիզիկական հարձակումներից։ Տիրոջ յուղը, Տիրոջ արյունը, սա այն ցանկապատն է, որը որ քեզ պետք է պաշտպանելու համար։ Հնում օծվում էին նաեւ թագավորները, քահանաները եւ մարգարեները։ Հիմա էլ մեր եղբայրները, երեց եղբայրները, երբ որ վերջում գալիս կանգնում եք, ստեք աղոթում եք, իրանք էլ ձեզ յուղով օծում են։ Եվ սա շատ կարեւոր է։ Այնց որ երբ որ կկանգնես ստեղ աղոթքի, որ քո համար աղոթեն, խորհուրդ եմ տալիս քեզ, ընդունիր հավատքով։ Ընդունիր այն աղոթքը, որը կատարվել է, որովհետև սա արվում է Տիրոջ խոսքի համաձայն։ Եվ ընդունիր, որ այն յուղը, որ քսում են քո վրա, այդ յուղը քսում են քո վրա, եւ այդ յուղը նպատակ ունի քեզ պաշտպանելու։ Քեզ այդ ճանճերից ու մլակներից ու մոծակներից քեզ հեռու պահելու համար։ Սա իհարկե խորհուրդ է, բայց ամեն մի խորհուրդ Աստվածաշնչում ունի իր գեղեցիկ եւ հետաքրքիր կողմը։ Եղիսեն օրհնեց եւ յուղի սրվակը չվերջացավ, մինչեւ լեցրեց բոլոր դատար կամանները։ Այսօր Տիրոջ յուղն էլ սիրելի Աստծո մարդ կարող է լցնել քո բոլոր դատարկությունները, այն չի սպառվում, քանի դու դեռ լցնելու տեղ ունես։ Իսկ ինչ է նշանակում իմ բաժակը խիստ լեցուն է, չէ՞ որ Դավիթը այս մասին էլ էր խոսում։ Ասում է իմ բաժակը խիստ լեցուն է։ Սա նշանակում է այնքան լցված, այնքան լիքն է լցված բաժակը, որ թափվելու աստիճան։ Այն որ ասում է մեր լեզվով ասած պրոշի տեղ չես թողե։ Եղել է չէ որ ասենք սուրճ ես հյուրասիրում մեկին կամ սոկ այնքան ես լցրել, որ ասես չես կարողանում բաժակը վերցնես, ոնց վերցնես թափվելու է։ Ես եղել ասում եմ լավ մի քիչ լցրավ կարենան խմենք, չէ, այսպես չէր։ Աստծո խոսքը Դավիթն ասում է իմ բաժակը խիստ լեցուն, այսինքն կբնեմել կթափի, այդքան լցրել է Տերը իմ բաժակը։ Եվ հետաքրքիր է որ արևելյան մշակույթի մեջ սա ընդունված երևույթ է։ Սա ցույց է տալիս որ հյուրը ընդունված է, հյուրը ցանկալի է, հյուրը այլևս հյուր չի, հյուրը հանդիսանում է այդ տան անդամը։ Այսինքն եթե մեկին հյուրասիրում ես, դու ուզում ես ցույց տալ, որ դու իմ վայելքն ես վայելում, դու իմ ինչ ասեմ, դու ցանկալի ես իմ համար, ինքը լցնում էր քո բաժակը ասենց պրկեպրունք, որ թափվելու աստիճան։ Եվ Դավիթն ասում է, այսպես է իմ ու Տիրոջ փոխհարաբերությունը, լցված է իմ բաժակը լիքը եւ լեփլեցուն։ Եվ հետաքրքիր է որ հյուրը ուներ հատուկ կարգավիճակ եւ ճիշտ է սխալ մոտեցում էր սա, բայց անգամ մենք տեսնում ենք, երբ որ Ղովտը իր երկու աղջիկներին առաջարկեց, չէ, բայց ասեց խնայեք իմ հյուրերին, իհարկե սա խոսում էր նաև այն մասին, թե ինչ կարգավիճակ կարող է կամ ինչ ընդունելություն կարող էր ունենալ հյուրը արևելյան մշակույթի մեջ։ Եսայի 43:4 խոսքերն ասում է, որովհետև իմ աչքին պատվական երևացիր, սիրելի Աստծո մարդ, սա քեզ է վերաբերվում, պատիվ գտար եւ ես քեզ սիրեցի, եւ քո փոխարեն մարդ պիտի տամ եւ ժողովուրդներ քո հոգի փոխարեն, մի վախենար, որովհետև ես քեզ հետ եմ։ Այնց որ սա խոսում է քո պաշտպանության մասին։ Մատ կարաս ասես ամեն։ Հիմա եկեք ամփոփենք վերջին համարը ու վերջացնենք։ Եվ մեկ ընդհանուրի գանք տեսնելով թե վերջապես ինչ էր մեզ ուզում ասել, ոչ թե թագավոր Դավիթը, այլ հովիվ Դավիթը, ով որ քարներին էր արածեցնում դաշտերի մեջ։ 23:6 խոսքը ասում է. հենց բարիք եւ ողորմությունը կգնան իմ ետևից եւ իմ կյանքի բոլոր օրերումը Տիրոջ տանը կբնակվեմ շատ երկար ժամանակ։ Եկեք ուշադրություն դարձնենք, ասում է բարիքը ու ողորմությունը կգնան իմ հետևից։ Չի ասում իմ առաջից, ասում է իմ հետևից։ Գիտեք էս ինչի աննման։ Սովորաբար մենք մեր ծնված օրից միշտ մենք ենք ընկնում բարիքի օրհնության ու ողորմության հետևից, ճիշտ է։ Միշտ ցենք կրնկակող հետևում ենք բարիքին օրհնությանը, ու այդ բարիքն օրհնությունը փախնում է մեզանից։ Բայց Դավիթը ուրիշ ձև էր ասում է բարիքն ու օրհնությունը ասում է ես չեմ ընկնում բարիքի օրհնության հետևից, ասում է հետևիցս ընկած գալիս են, չեմ կարող փախնեմ այդ բարիքից ու ողորմությունից, ասինքն շնչակը այս նշանակում է Աստծուն ճանաչող մարդ։ Երբ որ դու չես ընկնում բարիքի հետևից, բարիքն անգնում քո հետևից, ասում է մեկը ինչ ուզում ես արա, բարիք պետք է անեմ քեզ։
Ինչ ուզում ես արա, ողորմություն ու օրհնություն պետք է լինի քո կյանքի մեջ, որովհետև դու գիտես թե ով է քո հովիվը։ Բարիք նշանակում է ոչ թե այն ինչ ուզում եմ կամ փափագում է իմ սիրտը, այլ այն ամենը, ինչ որ բարիք է իմ համար, օգտակար է իմ համար։ Միշտ հիշի, օրինակ ասենք նարկոմանի համար բարիքը կարող է լինել, բան ասենք մի հատ դոզան, ծխող մարդու համար բարիքը մի տուփ սիգարետն է, տեսել եք, որ ասենք մի վերջացել է սիգարետը, ասենք ինքն էլ այնպես տեղում է, որ չի կարող, վայ, խեղդվում են։ Հարբեցող մարդուն տեսել եք, որ ասենք ինքը այդ բանի տակա ու ասենք չի կարողանում, չկա, ձեռքերը sense դողում է, մինչև այդ մի բաժակը ճար։ Ես էս բարիքի մասին չեմ խոսում ճակերտավոր։ Ես խոսում եմ այն, ինչ որ օգտակար է քեզ համար, Տեր ասում է, այս բարիքը պետք է հետևի քեզ։ Այն ինչ որ օգտակար է քո համար։ Ողորմությունը դա այն է, որ իմ կյանքում կա եւ մի ձեռք կա անտեսանելի, որը պաշտպանում է ինձ եւ տեսանելի եւ անտեսանելի թշնամիներից։ Եվ սա Աստծո ձեռքն է։ Ես վայելում եմ նրա բարեհաճությունը ոչ թե իմ լավը կամ իմ արժանինքների պատճառով, այլ այն պատճառով, որ Աստված անչափ սիրով սիրեց ինձ, որի մասին մենք կարդացինք քիչ առաջ։ Եվ ես կբնակվեմ Տիրոջ տանը, այսի Դավիթի խոսքերն էր, կբնակվեմ երկար ժամանակ, կբնակվեմ միշտ, այսինքն ես չեմ մտածում Տիրոջ տնից դուրս գալու մասին, նրա ներկայության մեջ կլինեմ, ես միշտ կլինեմ նրա խնամքի տակ, ես միշտ կլինեմ այնպիսի մեկին, ով որ իրոք արժանի հոտի ոչխարը, ով հետևում է արժանի հովվին։ Ես նրա ընտանիքի անդամն եմ, ես կգնամ նրա ետևից որտեղ էլ որ նա գնա, ես ինչի համար, որովհետև ես վստահում եմ իմ հովվին։ Ինչքան էլ որ ապրեմ, դու ինձ հետ ես ամեն օր, մինչև աշխարհի վերջը։ Իսկ երբ որ մեռնեմ, այդ ժամանակ արդեն ես կլնեմ քո հետ, չէ՞։ Տերն ասում է, ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը, քանի երկրի վրա ենք, հենց դադարում է երկրի վրա եղած մեր ժամանակավոր կյանքը, ինչա տեղն է, մեր ժամանակ արդեն Տերը մեր հետ չի, մենք ենք գնում Տիրոջ մոտ։ Այսի արդեն երանելի վիճակ է, որտեղ որ կանցկացնենք մենք մեր հավիտենությունը։ Հռոմեացիների 8:38-39 խոսքերը կարդամ ու նայենք տեսանյութը, կարճ մի 2 րոպե ու վերջացնենք։ Որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկա բաները, ոչ գալու բաները, եւ ոչ բարձրություն, ոչ խորություն, եւ ոչ մեկ ուրիշ ստեղծված բան մեզ չի կարող բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուսումն է։ Ով է մեր բարի հովիվը? Հիսուսը։ Տերը իմ հովիվն է, նրա հետ ես ապահով եմ։ Տերը օրհնի ձեզ։ Կան ճանապարհներ, որ ուղիղ են թվում մարդուն, բայց դրանց վերջը մահն է։ Բայց բարի հովվի պատրաստած ճանապարհն ուրիշ է։ Այսպես են սկսվում ձևավորվել արդարության շավիղները։ Դրանք գնալով լուսավորվում են, մինչև դառնում է կատարյալ օր։ Նա իր ցուպով առաջնորդում է ինձ, եւ ուղում քայլերս, եւ իր գավազանով պաշտպանում է ինձ։ Նա առաջնորդում է իր հոտը առանց շտապեցնելու, կամաց է քշում ծից տվող ոչխարներին, կոտրածին կապում եւ հիվանդին զորացնում է, կորածին գտնելով ուսերի վրա դրած է վերադարձնում։ Երբ Տերն է իմ հովիվը, նա ինձ սովորեցնում է քայլել, որ չսայթակեմ։ Նա ինձ սովորեցնում է թռչել արծիվների պես եւ չհոգնել։ Նա ինձ քայլել է տալիս ջրերի վրայով, որ չսուզվեմ։ Նա վարժեցնում է իմ ձեռքերը պատերազմի համար։ Նա ինձ հանգստացնում է իր թևերի շուքի տակ եւ կանչում է ինձ իմ անունով։ Նա առաջնորդում է ինձ խոտավետ արոտների մեջ եւ հանգստացնում հանդարտ ջրերի մոտ ու ինձ խմել է տալիս կյանքի աղբյուրից։ Խավարը ծածկում է երկիրը եւ մառախուղը ազգերին, բայց ինձ վրա ծագում է Տերը։ Բարի հովիվը հենց ամպի եւ մառախուղի օրը շտապում է հավաքել հոտը փարախի մեջ, որ ոչ մեկը չկորչի։ Եվ ամեն բան ավարտվում է այնտեղ, որտեղից որ սկսվեց։ Ու ամեն մայրամուտի լռության մեջ ծնում է նոր օրվա նոր սկիզբը, կրկնվելով առավոտից առավոտ։ Բարի հովիվը իր անձը դնում է իր ոչխարների համար։ Տերը իմ հովիվն է, նրա հետ ես ապահով եմ։